Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, ես Մարիկա Ավետիսյան եւ իմ հյուրը Executive Director of Lions Insurance, պարոն Մայքլ Մայիս Կարիբյանը, այսօր այս ծրագրի հյուրն է ուղիղ եթերում եւ ես ուրախ եմ ողջունելու նրան եւ բոլորիդ ձեզ, ողջույն, վաղուց չենք հանդիպել։ Ողջույն Մարիկա։ Ողջույն, դե մեզ բարի երթ ցանկանանք, քանի որ ուղիղ եթերում ենք եւ պետք է խոսենք այսօր ամենակարևոր երկու հանգամանքի մասին, ինչքան թույլ կտա մեր եթերային ժամանակը, դա ապահովագրություններն են, որոնց հանդեպ մարդիկ ինչ-ինչ պատճառներով մի քիչ անտեսել են, որպեսզի ժամանակին ձեռք բերեն։ Դա health insurance-ն է, առողջության եւ life insurance-ն է, որովհետեւ շնորհակալ ենք Աստծուն, որ այսօր վերանայվել են հայացքները դեպի life insurance, որովհետեւ նախկինում մի քիչ ուրիշ էր տեսակետը մեր ժողովրդի, որ այդքան դրա կարիքը չկա։ Հիմա անդրադառնանք health insurance-ին եւ ուզում եմ ժողովրդին ասեմ նրանք, ովքեր Մայ Կարիբյանին չեն ճանաչում, 14 տարի եւ երևի դեռ ավելի գտնվում է տվյալ ասպարեզում եւ իր շատ թանկ խորհուրդներով այսօր կփորձի կիսելու ձեր լուծը, այսպես ասենք, ֆինանսավորման, որովհետեւ այսօր շատ բան է փոխվել այս ասպարեզում, որի շնորհիվ մարդիկ կարող են նաեւ եւ մտահոգված չլինեն դրամ հայթայթելով, ամեն օր մտածելով դրա մասին եւ ապագան չտեսնելով։ Մայք, իդեպ ինչ է health insurance-ը։ Շատերը գերադասում են ունենալ medical, Medicare, բայց չգնեն, ասենք, առողջության ինչ-որ ապահովագրություն, health insurance։ Ձեր տեսակետը։ Շատ լավ։ Նախ առաջինը ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ հրավիրել ես։ Ես քո ծրագրերը հետևում եմ, շատ բաներ եմ սովորել, սո մաղթում եմ ավելի հաջողություն քո ծրագրերում։ Շնորհակալություն։ Շատ զգացված եմ։ Շատ լավ։ Մի փոքր իմասին ես 14 տարի է, որ ինշուրանս եւ ֆինանսական սերվիսների մեջ արդեն աշխատում եմ եւ այս տարիների ընթացքում շատ մարդկանց օգտակար եմ եղել եւ health insurance-ի հետ կապված եւ life insurance-ի եւ այսօր կուզեմ մի թեթև այսպես general կոնցեպտների մասին խոսանք, որովհետեւ շատ շուտով open enrollment-ը նորից սկսելու է եւ ուզում եմ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ այս տարի 2016 թվին 4-րդ enrollment-ն է, որ սկսելու է։ Obamacare-ը Covered California-ն առաջի անգամ սկսեց օկտոբեր 1, 2013 թվականին։ Մայք, իդեպ նրանք ովքեր չգիտեն ինչ է enrollment-ը, բացատրենք, որ կա մի կարճ ժամանակահատված, որի շնորհիվ, այսինքն, որը թույլ է տալիս մարդկանց ձեռք բերելու այդ առողջապահության ապահովագրությունները։ Հիմա այս տարի երբ են այդ կարճ ժամանակահատվածը եւ արդյոք չի անցել ժամանակը եւ ինչ վտանգ կա, եթե անցնի այդ ժամանակը։ Շատ լավ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին enrollment-ը փակ է, այնպես որ ովքեր ուզում են health insurance գնել, չեն կարող, պետք է սպասեն եւ enrollment-ը կբացվի նոյեմբեր 1-ից եւ օկտեմբերի մեջ արդեն մարդիկ տեղեկություններ կստանան այն անհատները, որ ունեն health insurance, իրանք արդեն կստանան, թե ինչ նորություններ է գալու, իսկ նրանք, որ առաջի անգամ պիտի գրանցվեն, նոյեմբեր 1-ից արդեն կարող են գրանցվել։ Իսկ եթե չեն գրանցվել, եւ ինչ պատճառներով երկմտում են։ Ես մի քիչ հետ գնամ ավելի, երբ որ 2013 թիվը սկսեց, առաջի անգամ էր սա նորություններ, այսպես ասած մարդիկ որոշները կային, որ լրջությամբ չէին մոտիկանում եւ երբ որ enrollment-ը փակվեց, ինձ եղել է անձնական դեպքեր շատ են եղել, երբ որ մարդիկ զանգել են enrollment-ը փակված ժամանակ եւ ցանկություն են ուզեցել են, որ health insurance առնեն, այդ ժամանակ արդեն չեն կարող։ So այս օրերը, այս enrollment-ի օրերը շատ կարևոր date-եր են, որ պիտի հաշվի առնենք։ Եվ եթե enrollment-ը փակվեց, դու չես կարող health insurance գնել, բայց իհարկե կա մի ուրիշ պայման, որը կոչվում է special enrollment, դա վերաբերվում է այն մարդկանց, որ enrollment-ը փակ ժամանակ նույն այդ ժամանակ իրանք qualify կանեն, կկարողանան health insurance առնեն եւ եթե թույլ կտաս կներկայացնեն որոնք են։ Առաջի պայմանը, եթե դու health insurance ունես, օրինակի համար քո գործատեղից եւ դու կորցրել ես, դա քեզ qualify անում, որպեսզի փակ ժամանակ enrollment-ի ժամանակ այդ special enrollment-ի ժամանակ enroll լինես։ Երկրորդը, եթե անհատը ամուսնացել է, այսինքն family size-ի մեջ փոփոխություն է եղել, ամուսնության պատճառով, երրորդը, եթե դու
ուրիշ երկրից եկել ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ ուրիշ state-ից ես եկել։ Դա նորից քեզ թույլ կտա փակ ժամանակ enroll լինես եւ երրորդը եթե դուք երեխա եք ունեցել, էլի family size-ի մեջ change ունեցել, նորից կարող ես enroll լինես եւ Էդի չորրորդներ կներեք եւ հինգերորդը եթե անհատը դարել է 26 տարեկան արդեն կարա առանձին ինքը դիմի Իսկ իդեպ նրանք ովքեր ասենք qualify են լինում Obamacare-ի առաջադրած պլաններին եւ նրանք ովքեր չեն լինում Այո տարբերությունները ինչպես են այո ինչպես է qualification-ը այսինքն ինչպես կարող են ընդգրկվել այս կամ այլ պլանների մեջ Շատ լավ։ Ումը այդ open enrollment-ը համ վերաբերվում է Covered California plan-ին, այսպես կոչված Obamacare-ին, եւ նաեւ վերաբերվում է private insurance-ներին անհատական։ Այսինքն այդ enrollment-ը երկու տարբերակում պիտի հաշվի առնես։ Բայց ինչն է կարևոր կետերը, որ դու կարող ես նայել, թե դու ինչի ես qualify անում։ Առաջի բանը, որ նայում են, եթե Covered California-ով ես plan առնում, այսինքն Obamacare-ով, առաջի կարևոր կետը նայում են քո ընտանիքի size-ը, քանի հոգի է, 1 հոգի, 2, 3 եւ այլն, եւ երկրորդ կարևոր կետը նայում են ուրեմն էս ընտանիքի եկամուտին։ Եվ դիթեյլները չեմ կարող, եթե հարց լինի, էկրանների վրա տեսնում եք համարը, մեծ սիրով զանգահարեք, ես անպայման անհատապես կբացատրեմ, թե income-ը ոնց են հաշվում, որտեվ շատ կարևոր եւ այսպես ասած sensitive է այդ income հաշվելու կետերը, որ կարևոր է ճիշտ գումարի հաշվարկներ անել եւ մյուս կարևոր պայմանը դա ձեր zip code-ն է, որը նաեւ ազդում է քո պլանի ամսեկանի վրա, zip code-ն էլ կարևոր կետ է։ So այս մի քանի կետերն է, որ մենք հաշվի ենք առնում եւ դրանով արդեն zip code-եր կան, որ թանկացնում են։ Այո, zip code-ների տարբերությունը փոփոխություն է տալի ամսեկանի վրա, որտեվ zip code-ներ կան ավելի այսպես ասած թանկարժեք zip code-ներ են եւ zip code-ներ կա ավելի էժան, ինչպես օրինակ ավտո ինշուրանսի մեջ է կատարվում։ Այո, այսինքն Glendale քաղաքը ավելի թանկ է, քան Burbank-ը։ Այդպես կոնկրետ չգիտեմ, երբ որ կոմպյուտերի մեջ դնում ենք zip code-ը, ավելի པարզ ասում է եւ այնպես չի որ մի agent-ից առնեք փոփոխություն կլինի մյուսի հանդեպ ոչ դա համակարգ է որ բոլոր էջենտները օգտվում են դրանից մի փոքր տարբեր է car insurance-ը եւ health insurance-ը որտեղ այնտեղ մեքենայի արժեքը նշանակությունը այստեղ մարդու income-ը եւ եթե income չունի zip code-ը մի փոքր այսինքն լոգիկայից դուրս երևույթ է պայմանը դա է բայց ընդհանուր մակերեսային որ կարող են բացատրել zip code-ներ կան որտեղ ասենք թե մարդկանց առողջական վիճակը ավելի բարձր է եւ նրանք ոնց որ ասած ավելի քիչ են օգտվում health insurance-ից եւ zip code area-ներ կան որ մարդկանց առողջությունը ավելի վատ վիճակում է ավելի շուշուտ են օգտվում դա է պատճառը որ payment-ների վրա ազդեցություն է ունենում Պարզ է իսկ հիմա Obamacare-ը այսինքն Covered California-ն մեծամասնությամբ մարդիկ ավելի մեդիկալ են հաստատվում մեդիկալ հասկացողությունը քան ասենք ուրիշ պլանները Obamacare-ի ինչով է դա բացատրվում դա tax return-երով թե Այո, նայում ենք եկամուտին, եկամուտը կապ ունի դու self-employed ես, թե W2 եկամուտ ունես եւ կապ ունի թե դու քո tax-երը ոնց ես ֆայլ անում եւ հատուկ լայներ կա, որ tax-երի մեջ մենք նայում ենք եւ սաղ guideline-ներով են գնում եւ մի օրինակ տամ, օրինակ քանի որ դուք նշեցիք մեդիկալի պահով, եկամուտի չափս գոյություն ունի։ Օրինակի համար, եթե family size-ը 1 է, այսինքն անհատը մի հոգի է, եթե իր եկամուտը 16243 կամ քիչ է, ինքը նշանակում է ընկնում է այն կատեգորիայի մեջ, որ ինքը ձրի մեդիկալ կարող է ստանալ։ Կամ օրինակի համար family size-ը 2 հոգի է, այդ թիվը մի փոքր բարձրանում է 21983 եւ այդպես գնում է։ Եվ երբ որ client-ներին զանգահարում են, ես այդ basic տվյալները իրանցից հարցնում եմ եւ շատ ժամանակ հենց տեղի վրա կարող եմ պատասխանել թե ինչ կլինի, ինչ գումարը կլինի, շատ մյուս անգամները ասում եմ ինձի տվեք օրինակ 1 ժամ, 2 ժամ
կաշխատեմ սրա վրա եւ կվերադառնամ եւ կբացատրեմ եւ գները կտամ։ Իդեպ ասեք, որ Alliance Insurance ընկերությունը երևի number 1-ն է այսօր, որ կարողացել է ապահովել ժողովրդի այդ պահանջը Covered California-ի, այսինքն Obama պլանի եւ մեդիկալների, ես լսում եմ դիմել են Alliance Insurance ընկերությանը եւ ինչու դուք սկսեցիք այսինքն օգտակար լինելու բնակչությանը հատկապես այս ասպարեզում։ Մեր agency ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Alliance Insurance-ում եւ այո, մեր agency-ի մասին շատերը գիտեն եւ պատճառներից մեկը այն է, որ մենք շատ պատրաստված ենք աշխատում եւ երբ որ Obamacare-ը պիտի դուրս գար, արդեն մենք դրա մասին տեղեկություն ունենք եւ լրջորեն մոտեցանք եւ պատրաստված։ Եվ արդյունքում եղավ նա, որ շատերը մեր մասին իմացան եւ մեր լավ սերվիսների պատճառով, ինչպես ասած, խոսքը տարածվեց եւ մարդիկ ավելի շատ մեզ ճանաչեցին։ Շնորհակալություն ձեզ օգտակար լինելու մեր բնակչությանը։ Իդեպ Մայք, հիմա տարբերությունը Obamacare-ի եւ Health Insurance-ի, որը մարդը գնում է։ Եթե աշխատունակ է կամ աշխատատեղեր կան, որտեղ ասենք include եղած մտած է իր աշխատավարձի մեջ Health Insurance-ը եւ բավականին այլ պլաններ 401k եւ այլն։ Հիմա տարբերությունը ինչու՞մ է։ Ես մի բան ասեմ, որ մեդիկալ հասկացողությունը, եթե Obamacare-ը չի հաստատվում, տալիս են մեդիկալ ժողովրդին, ամեն բան cover չի անում, չի փակում։ Նախկինում գործող մեդիկալի հետ համեմատած։ Այդպես է թե այդպես չէ։ Հիմա ասեմ, պատասխանը եւ այո եւ ոչ է, էլի պատճառներ կան դրա համար, նաև պատճառը թե որ էրիայում ես դու, որտեղ ամեն county ունի տարբեր ծրագրեր եւ բնականաբար, քանի որ ինքը մեդիկալը համարվում է government program, օգնություն է մարդկանց, բնականաբար բենեֆիտները ավելի թույլ են, որովհետեւ անվճար է Եվ երբ որ ես անհատի հետ նստում եմ, նայում եմ իր ընդհանուր ֆինանսական վիճակը, որից ավելի ինձ հեշտ է լինում իրեն ուղղություն տալ կամ խորհուրդ տալ, դրա համար ավելի կոնկրետ թե դուք ինչ qualify կանեք կամ ինչ ծրագրամի ձեզ ամենաճիշտը դուրս կգա ձեր համար, զանգահարեք, ես մեծ սիրով անպայման կնստեմ անհատապես թե կարող եք գալ օֆիս կամ ես ձեզ կայցելեմ եւ օգտակար կլինեմ։ Շնորհակալություն Մայք, իդեպ Մայք Կարիբյանին կարող եք զանգահարել հեռախոսի համարի եթերում, է սիրելի հեռուստադիտողներ 213 կոդ 309 3437 եւ իդեպ մեզ կարող եք դիտել նաեւ on-line horizonarmeniantv.com եւ նաեւ կրկնությունը հաղորդման այս շաբաթօրը երեկոյան ժամը 9:30-ին եւ կիրակի օրը առավոտյան 10-ին։ Մենք ուղիղ եթերում ենք, եթե ունեք զանգեր հաղորդումից հետո զանգահարեք Մայք Կարիբյանը սիրով կպատասխանի ձեր հարցերին։ Ես մի հարց էլ տամ եւ հեռանանք գովազդի, ինձ հուշում են եւ նորից վերադառնանք հաղորդմանը։ Մնացեք մեզ հետ։ Երկար տարիներ գործում է Գլենդելում RP Home Care հաստատությունը, պարգևելով առողջություն նրանց, ովքեր դիմում են մեր ծառայությանը, դիմեք մեզ եւ վերականգնեք ամենաթանկը, կորցրած առողջությունը, RP Home Health Care։ Sherman-Oaks Medical Supplies մեր մասնագիտացված անձնակազմը կապահովի ձեր բարձրորակ սպասարկումը հանգստավետ դարձնելով կյանքը։ Կատարում ենք նաև ձեր ունեցած բժշկական սարքավորումների վերանորոգում, ընդունում ենք Medical, Medicare եւ հիմնականում բոլոր PPO ապահովագրությունները։ Sherman-Oaks Medical Supplies դիմեք մեզ։ Գտնվում ենք Sherman-Oaks Hospital-ի հարևանությամբ։ Daily Care Home Equipment and Supplies Մենք կօգնենք ձեզ անհրաժեշտ սարքավորումների ճիշտ ընտրությունը ապահովելու մեր հատուկ որակավորում ստացած աշխատակիցների շնորհիվ ամենուր եւ հանգստավետ։ Ձեր ունեցած բժշկական սարքավորումների վերանորոգումը եւս հնարավոր է, կարող ենք ապահովել նաեւ պայեստամասերով։ Հեռու մի փնտրեք Daily Care, ձեր առողջական խնամքը վստահեք մեզ։
Շարունակում ենք մեր հաղորդումը, Մայիս Մայքարիբյանը Executive Director of Lions Insurance, մեր ծրագրի հատուկ հյուրն է, Lions Insurance Executive տնօրենը, այսպես ասենք։ Մայքը, իդեպ մեզ շատ կարճ ժամանակ է մնացել եթերում, մեր հեռուստադիտողներին կրկին ուշադրությունը ուզում եմ ուղղել դեպի Մայք Կարիբյանի հեռախոսի թիվը 213-309-34-37, զանգահարեք, ձեզ բոլոր հետաքրքրող հարցերին ավելի մանրամասն կպատասխանի, քանզի եթերի ժամանակը չի ներում անդրադառնալու շատ մանրակրկիտ այս կամ այն մեզ հուզող հարցերին։ Իդեպ շնորհակալություն։ Անդրադառնանք մեր հաղորդման երկրորդ մասին, որ շատ մարդիկ մտահոգված այսօր ապրում են, դրամ հայթայթելու խնդրեմը ավելի դժվարացել է, աշխատանք գտնելու, կորցնել ավելի հեշտացել է աշխատանք եւ այլ խնդիրները քանի գնում ավելանում են։ Եվ մարդիկ մտահոգված ապրում են մտածելով բիլերը կհասցնեն, չեն հասցնի, եւ դուք ունեք շատ հնարավորություններ այսօր, այսինքն life insurance հասկացողությունը, կյանքի ապահովագրությունը այսօր թույլ է տալիս հոգալու վաղվա ապագայի մասին։ Այո։ Կխնդրեի, որպեսզի անդրադառնայիք, որպեսզի մարդկանց մի քիչ լավ տրամադրությամբ այսօր հրաժեշտ տանք եւ վաղը թող ավելի լավ տրամադրությամբ արթնանան, որ ամեն ինչ վերջացած չի։ Շատ լավ։ Ես կփորձեմ շատ արագ բացատրել տարիների այս 14 տարվա փորձը բացի այն, որ ֆինանսական հարցերով մարդկանց օգտակար եմ եղել, ավելի շատ նաև սովորել եմ կարևոր մտածելակերպ կամ այսպես ասած հոբիներ, մարդկանց սովորություններ։ Հիմա միգուցե մտածեք դա ինչ կապ ունի ֆինանսների հետ։ Բավականին մեծ կապ ունի եւ մի քանի օրինակներ ձեզի կտամ։ Շատ կարեւոր է, եթե ուզում ես ֆինանսապես դու առաջ գնալ եւ առողջ լինել, տարբերել թե ինչն է տարբերությունը ցանկության եւ կարիքի։ Մի փոքր բացատրեմ։ Շատ մարդիկ մեծամասնությունը, երբ որ իրենց ֆինանսական աշխարհին են նայում եւ ուզում են առաջ գնան կամ մի բան են գնում, միշտ գնում են ցանկությունով, որը հետևանքն է լինում, այսպես ասած, իրանց ծախսերը միշտ շատանում է եւ հետ են ընկնում եւ այդպես ընկնում են այդ ճահիճի մեջ եւ չեն կարողանում այդ ֆինանսական խնդրից ազատվել։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ մի բան ես գնում, միշտ քեզ հարցրա, սրա կարիք ունեմ, թե ուզում եմ։ Եվ եթե դու գնաս այն մտածելակերպով, որ կարիքը ունեմ դրա համար, բավականին մեծ գումար կխնայես, քո մոտ ձեռ կգա saving անելու habit-ները։ Եվ այդ տեղուց ելնելուց արդեն մենք որպես մասնագետ նստում ենք, ցույց ենք տալի, թե ինչպիսի պլաններ կա, որ դու կարող ես օգտվել, որ հետագայում քո ֆինանսական կյանքում հետագայում retirement ունենաս կամ ինչ որ ծրագիր ունես։ Ինչու ոչ նաև ապրելու տարիներին living հասկացողությունը ծախսերը շատ հոգալու, որովհետև այսօր social security վրա հույս դնել արդեն ցավոք սրտի չի կարելի, կամ եթե նույնիսկ կարելի է գումարներ այնքան տարիներ մենք չենք աշխատել այս երկրում, որպեսզի շատ մեծ թոշակներ ստանանք, այնպես որ life insurance-ները այսօր թույլ են տալի այդ living expense-ները, ծախսերը ապահովելու կենթանության օրոք։ Այո։ Ոչ թե միայն death benefit, այսինքն հետ մահու մարդիկ ստանան, այլ կենթանության օրոք հնարավորություն կունենան տնտեսելու այն դրամը, որը նրանք ամսական վճարումներով կարողանում են կտակել, այսպես ասենք։ Մայք, դուք շատ հաջողակ բիզնեսմեն եք եւ իհարկե insurance agency-ներում շատ ընդունված է նշել, որ helping people, օգնում եք մարդկանց, թեպետ եթե վերջնական տեսակետը իհարկե այսպես թե այնպես յուրաքանչյուրի համար սա բիզնես է։ Ինչպես ձեզ հաջողվեց այդ ֆինանսական հաջողություններին հասնել այս 14 տարիների ընթացքում, որպեսզի բարի օրինակ եք մարդկության եւ նրանք, ովքեր հուսահատված ապրում են, թող այդ օրինակը վերցնեն։ Ես այսպես կպատասխանեմ քո հարցին, ես շատ փոքր տարիքից իմ մոտ սովորություն է եղել, որ ես սովորեմ ուրիշ մարդկանցից եւ շատ ուշադիր եմ եղել ումից որ սովորում եմ, ինձանից ավելի բարձր դիրքում է գտնվում։ Եթե ես ուզեցել եմ ֆինանսներից մեջ առաջ գնամ, այսինքն այնպիսի խորհրդատու ընկերներ կամ ծանոթներ կամ շրջապատ պիտի ստեղծեմ, որոնցից ես ունեմ մի բան սովորելու։ Ցավոք սրտի շատ մարդիկ խորհուրդ են վերցնում այնպիսի մարդկանցից, որ իրենց level-ի են, ֆինանսական մտածելակ կամ ցածր։ Եվ դա պատճառ է լինում, որ դու նորություններ չես սովորում, գաղտնիքներ չես սովորում, թե ինչպես առաջ գնաս։
երևի կարճ պատասխանը դա կլինի եւ որը ինձի որոշ չափի հաջողությունների է բերել։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր պահ մարդը պետք է սովորելու ընդունակություն եւ ցանկություն ունենա։ Եվ այո, նրանք ովքեր գտնում են, որ ես ամեն ինչ գիտեմ, շատ շուտ սպառվում են։ Այո։ Երբ որ մտածես ամեն ինչ գիտեմ, այդտեղ շատ մեծ ռիսկ է, այլ դու չես սովորում։ Ճիշտ է։ Հիմա որպեսզի շատ հետաքրքիր ասացվածներ կան insurance, ուրեմն educational ծրագրերի մեջ, այսինքն սովորացնող բառակապակցությունները շատ հետաքրքիր են, որ ասենք the outside world only gets better, այսինքն շրջապատող աշխարհը կարող է լինի լավագույնը, եթե դու ես քեզ լավը զգում։ Հիմա որպեսզի այդ լավը զգալը հասցնենք մեր ժողովրդին, ես կխնդրեի ձեր կարծիքը։ Ինչպես կարելի է լավը զգալ, որպեսզի շրջապատող աշխարհը մեզ միայն հաճույք պատճառի։ Մեկից ֆինանսից դուրս հարց է, բայց մեծ սիրով պատասխանեմ։ Չէ, բայց դա ֆինանսների հետ կապված բան է։ Ես սենց եմ մտածում։ Առաջինը դու պիտի շնորհակալ լինես կյանքում, թե ինչ ունես, ինչի հասել ես։ Դա շատ կարևոր է։ Երբ որ մարդը ինքը շնորհակալ է կյանքում ինչ ունի, եւ նպատակ է դնում դրանից հետո թե ինչերի հասնի, այդ ժամանակ դու քեզ շատ ուրախ եւ happy ես զգում։ Բայց մարդկանց մեծ մասը միշտ մտածում են սրան հասնեմ մոռանալով ինչ ունեն։ Պիտի տարբեր ձև նայես կյանքին։ Հետաքրքիր է եւ շատ հետաքրքիր է նաեւ ձեր educational show-ն, այսինքն ուսում տվող show-ն, որը կոչվում է Connect Forever, այո։ Նա օգնում է մարդկանց իրենց կյանքում սովորելու 4 կարևոր կետեր յուրաքանչյուրիս կյանքում, որոնք են նրանք այդ կարևոր կետերը։ Շատ լավ, այդ show-ն ես այս տարվա սկզբից եմ սկսել, եթե այցելեք իմ վեբսայթը Եվ ստեղծել եք նաեւ դուք founder։ Այո։ Եթե այցելեք իմ վեբսայթը myismycaribbean.com կտենաք իմ շոուի մասին ծրագրեր եւ ինչի այս 4 կետերը, որտեւ ես անձամբ դրանց մեջ թե հաջողություն, թե նաեւ ձախողումներ եմ ունեցել եւ որոշեցի այս շոուն սկսել այն բանի համար, որպեսզի կարողանամ մարդկանց educate անեմ այս 4 կետերի մասին, որոնք են հավատքը, ընտանիքը, ֆինանսները եւ նաեւ առողջությունը, որոնք ես հավատում եմ, եթե մարդը այս 4 կետերի մեջ ինքը բալանս ապրի, կարողանա պահպանի իր բալանսը, նաև կլինի պատճառներից մեկը եւ եթե ոչ ամենաբարձրագույնը ուրախ լինելու համար։ Եթե այս 4 էրիաների մեջ դու իրոք սովորես եւ կարողանաս քեզ առաջ տանել, կարծում եմ դու պետք է որ ուրախ լինես։ Այո, եթե ուրախանալ գիտես։ Կան մարդիկ, որ Էդի չգիտեմ ոնց սովորացնել։ Չգիտեն, բայց նրանք ովքեր ուզում են սովորել, զանգահարեք My Caribbean-ին, հեռախոսի թիվը 213-309-34-37 մեր եթերում է։ Եվ նա իր օգտակար խորհուրդներով շատ կբարձրացնի թե ձեր ֆինանսական վիճակը, որով այսօր մտահոգված ապրում եք եւ կօգնի ձեզ վաղվա ապագան կերտելու։ Իդեպ ցավում եմ, որ մեզ մնացել է շատ կարճ ժամանակ եթերում եւ շատ հարցերի ցանկություն ունեմ եւս անդրադառնալու, այնպես որ նորից հրավիրելու եմ ձեզ եթե։ Մեծ սիրով, ես ուրախ կլինեմ։ Ես էլ, Մայք, այսպեսի մի բան, ուզում եմ այս եթերը անցկացնեմ շատ մաժորի վրա, բերելով մեր ժողովրդին լավ տրամադրություն, որ ասում եմ the secret of living is giving, այսինքն ապրելու գաղտնիքը տալ իմանալն է, այսպես ասենք, մի քիչ լավ չի ստացվում։ Եվ ամեն մարդ չի որ տալ գիտի, վերցնողները կարծում եմ այսօր ավելի շատ են։ Հիմա քանի որ դուք տալ գիտեք, ես ուզում եմ հանձինս մեր ժողովրդի եւ այդ իրավունքը ունեմ աշխարհասփյուր եղած հայությանը, որոնց տարիներով հաղորդումներ եմ ներկայացնում, շնորհակալություն ձեզ հայտնեմ, որովհետեւ այսօր այդպիսի մարդիկ քիչ են, ովքեր տալ գիտեն։ Ավելի շատ վերցնողներն են։ Զանգահարեք My Caribbean-ին 213-309-34-37 եւ այս ծրագիրը կարող եք նաեւ on-line դիտել Horizon armeniantv.com, նաեւ YouTube-ի վրա կլինի։ Շաբաթ օրը կարող եք դիտել երեկոյան 9:30-ին, իսկ կիրակի օրը առավոտյան 10-ին։ Այսքանով ուզում եմ հրաժեշտ տամ եւ քանի որ շատ life insurance-ի ծրագրեր, որոնք այսօր մարդկանց ապահովում են ֆինանսապես, մենք դեռ չենք անդրադարձել, ուստի կրկին հրավիրում եմ ձեզ եթերում։ Շատ լավ։ Ցտեսություն, շնորհակալություն։ Ստեսություն։ Դեռ ժամանակ կա, կարող եք մեկ հարցի պատասխանեք։ Չենք հասցնի ասում, բայց ձեր
15 վայրկյան ձեր մաղթանքները մեր ժողովրդին։ Ես էլ շնորհակալություն Մարիկա քեզ, հաղթում եմ բոլորիդ հաջողություն ձեր ֆինանսական կյանքում եւ կարծում եմ ամեն ինչ սկսում է ցանկությունից։ Եթե ցանկություն կա սովորելու, դուք ճարես պայմանները։ Այո, այսքանով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս կրկին հանդիպելու ակնկալիքով։ Ցտեսություն, բարին ընդ ձեզ, Աստված պահապան լինի բոլորիս։ Ցտեսություն։